խորություն բեր սրտիս ու մտքիս։ Կարոտի ցավը մեղմացրու երջանկություն շնորհիր ինձ Տեր, խոսիր ինձ հետ, ասա, որ եղբորս մոտդ ես տարել, ու հիմա երանելի է նրա բոլոր վայրկյանները քո մոտ, ինձ ուժ տուր ցավին դիմակայելու համար, օգնիր, որ ապրեմ Տեր։ Անունս Դավիթ է, Լեոյի մեծ աղբեր։ Լսում եմ։ Իմացել եմ այսօր առավոտվա ձեր խոսակցության մասին։ Հետո։ Հետո չէ, նախ ուզում եմ ասեմ, որ ես իմ փոքր աղբոր յուրաքանչյուր արածի համար պատասխան եմ տալիս։ Երկրորդը, այսօր ինչ-որ մարդիկ փողոցում հարձակվել են աղբորս վրա։ Ու ինչի ես հիմա այդ ինձ պատմում։ Պատմեմ նրա համար, որ եթե պարզեմ տղետ է այս ամեն ինչի հետևում կանգնած, որ միանգամից քո մոտ գա, որ քո հետ խոսամ, որովհետև ի տարբերություն քեզ ես քո տղու հետ չեմ խոսալու, քո հետ եմ խոսալու։ Ասեմ, որ ես այսօր Լեոյին տեսել եմ ու խոսել եմ հետը։ Ու շատ սիրում եմ խոսել։ Ձեռքս էլ դրել եմ ուսին, որից հետո չէր կարա ինչ-որ բան շարունակվեր։ Իսկ եթե դու քեզ վատ ես զգացել նրանից, որ քեզ չեմ տեսել, այլ Լեոյին, ես չէի պատկերացնում, որ այդ տարիքի տղայի հարցերը մինչև հիմա պետք է իր աղբերը լուծի։ Եթե իմանայի քեզ կտեսնեի կամ էլ հորը։ Չէ, ես չեմ նեղվել։ Ուղղակի եկել եմ զգուշացնել, որ այն հարցը, ինչը վերաբերում է իմ աղբորը, կամ առավել ևս քրոջս, այդ դեպքում ես միջև վերջ եմ գնում։ Իսկ ինչ վերաբերում է հորն ասելուն, իմացի, որ այդ ֆունկցիան ես եմ, արդեն 20 տարուց ավել։ Ես չգիտեմ այսօր ովքեր են հարձակվել Լեոյի վրա, բայց պարզելու եմ։ Ու հուսով եմ, որ պարզելուց հետո մեր հաջորդ հանդիպման խոսակցության թեման այս չի լինելու։ Ուրախ էի ծանոթության համար։
Հիմա ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ինչ կարքին։ Իսկ եթե ճիշտն ասեիր, ահա որ գող կլինեի։ Ահվոյի հետ է կապված։ Տենց էլ ենթադրում էի։ Չեմ հասկանում ինչա կատարվում վերջին շրջանում գիշերները տուն չի գալիս։ Եթե գալիս էլ է շատ ջղայն է լինում։ Շուտ անընդհատ հեռախոսով խոսում է, խոսալուց էլ տնից դուրս է գալիս։ Ում հետ է խոսում։ Չգիտեմ, չեմ լսել։ Քո սխալը հենց էդ է։ Ահվոյի դեպքում պարտադիր պիտի լսես։ Տեսնես այդ ինչ աշխատանքա, որ ամբողջ գիշեր զբաղված է լինում։ Ինտիմ։ Դու այդքան միամիտ ես, թե միամիտ ես ձևանում։ Բայց ինչ եմ միամիտ։ Դրա պատասխանը չունեմ։ Բայց մնացած պատասխանները պարզից էլ պարզ են։ Փոխվել եմ։ Տարիներն ինձ թռցել են։ Առաջվանը չեմ։ Ավելի խաղաղ եմ դարձել, նախկին հունանը խոչընդոտները վերացնելով շարժվում էր առաջ։ Բայց ներկայիս հանգստությունն ու հավասարակշռությունն ինձ ավելի հաճելի են։ Ավելի ուժեղ ու ազդեցիկ եմ ինձ զգում։ Հիմա քեզ հարց եմ տալիս, ինձ ուղիղ պատասխանում ես։ Դու ես հրամայել, որ ծեծեն Լեոին։ Ինչ եմ արել։ Խորհուրդ կտամ հետս չխաղաս տղես։ Ինչի ծայծել են դրան։ Հա, ծեծել են։ Բա դու ոնց ես իմացել։ Ախպերներ եկել ու սլակները քո կողմեր ուղում։ Բաբ ջան, ես ձեր հետ ռեստորանում էի, չէ՞։ Որտեղ էլ խոսք տվեցի, որ խոսքիդ վերով չեմ անցնելու։ Չեմ էլ անցել։ Բաբ։ Լավ։ Դու ինչ իմացար երբ են ծեծել, որ մի հատ էլ ալիբիդ ապահովեցիր։ Լավ չես անում, որ պապայիդ խաբում ես։ Նամասկայից երախոսակ եմ բերաստրու ինձ, ու չոքվիր աչքից ես, ու մեր կյանքից հեռացիր, ես Քո սիրտ ինձ 20 տարի առաջ օտար ճանաչեց պապ։ Իսկ տանը դռները իմ առաջ ընդմիշտ փակվեցին։ Հետուր, Գնամ ձերքերս լվանամ։ Ամեն դեպքում գերեզմաններից են եկել, դեռ քեզ էլ չեր խանգարի։ մի քիչ էլ ուղեղդ լվա։ Մանուշակ, Պապի, սպասի էլի։ դու կարող ես սպասել, ես չեմ կարող։ Էստեղ արի։ Աստված ջանից համբերություն տուր։ Կբարձրանաս վերև, պատուանները կմաքրես, ու բարակույրները կլվանաս։ Պապի, լավ էլի գերեզմաններում տանջեցիր քիչա, հիմա էլ տանը։ Գերեզմաններում քո արածը տանջանք չէր։ Դա քո պարտականությունն էր։ Իսկ հոգնելուց կարող են եղբայրներդ խոսել, ինչը չեն անում։ Գործի անցի։ Տենց լավ չի, հարևանների տներն էլ մաքրել տուր։ Պետք լինի դա էլ կանեմ, լավ իմացի։
Մի քանի շաբաթից մեզ անմոռանալի մարտեր են սպասվում։ Քանի որ պիտի ռինգ բարձրանան երկու հզորագույն բռնցքամարտիկներ՝ Լեո Սարգսյանը եւ Վլադիմիր Իսակովը։ Անցյալն անցյալից վերածնվեց ու չոքեց դոռս։ Գրիշոյի մեքենա չի։ Ալո։ Կյանքիցդ ձեռես քաշել, գնաս տեղից։ Զգուշ չընկնես։ Ինչ ես թարել այդտեղ։ Չգիտեիք, որ տանն ես։ Իմացար ինչ փոխվեց։ Ոնց որ չափից շատ ես, հա, այսօր բարաբել։ Չասեցիր ինչ է իր թարել պատուհանին։ Պապի պատժելու նոր մեթոդն է։ Շատ լավ մեթոդ է մտածել։ Դե հա, բնականաբար պապին պիտի պաշտպանեիր, չէ՞։ Ուրա պապին։ Իրա մոտ ոնց որ չգիտես, որ ամեն գերեզման գնալուց հետո փակվում է իրա սենյակում։ Լավ մանան, այդ գործ-մորցը թող իջի ինձ ու պապին մի հատ թեյ տուր։ Չէ, ավելի լավ էր նստեի փողոցում փող մուրայի, քան 2 կոպեկի համար ձեր ձեռքն այսքան տանջվեի։ Լսի, հիմա էլ ուս չի կարաս փորձես, կարող է մոտդ մի բան ստացվի։ Լավն է։ Իրա վրա էլ լավ աշխատում է։ Տեսնում եմ։ Մի քանի օր են Հայաստանում է, բայց ամեն օր գալիս է մեր մոտ պարապմունքների։ Այդ շատ լավ է։ Դրանից մարտերը շատ ավելի հետաքրքիր կդառնա։ Բայց մի հարց տամ։ Ում վրա է ստավքեն շատ դրը։
Բարը ձեզ։ Լավ մարզավիճակում ես, բայց շարունակում ես պարապել։ Մինչև վերջ չես իմանա հակառակորդիդ ուժը։ Լավ պատասխաներ։ Գոհացրեց։ Բացի լավ մարզիկ լինելը, համ էլ ուժեղ տղա ես։ Իսկ ինձ ուժեղ տղերքը դուր են գալիս։ Ամեն դեպքում Լեո Սարգսյանն է ձեր ֆավորիտ բռնցքամարտիկը։ Պարապի չխանգարեմ։ Որոշել ես զարմացնես։ Ասեմ ստացվեց։ Էրնա։ Էրնա նոմա։ Ալո։ Ո՞վ է։ Իսկ ում եք ուզում։ Ավոյս եմ ուզում։ Ում հետ եմ ես խոսում։ Քեզով է թողել իմ հեռախոսով եկալես։ Ալո։ Ավ ով է պատասխանում հեռախոսիդ։ Գնամ խոսանք։ Ուր ես գնալու։ Ում հետ ես խոսալու։ Պապի ինչի չթաղեցիր մեր համար հաց տնի։ Սուս այսօր ենքան եմ չարչարել խղճացի, չուզեցի մի հատ էլ կամ ես համար հաց տնի։ Այ պապի դու վերջն ես։ Ես ձմեռ օրով պատուան լվալ տալիս ես մեղքդ չի գալիս, բայց որ պետք է գա խոհանոցում տակ իր համար հաց տնի, մեղքդ գալիս է։ Դու քեզնից ասա, ես ոնց է շուտ ես տուն եկել։ Դե պատահում է էլի։ Լուրջ բան չկա, բան չի պատահել, ամեն ինչ կարգին է։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Առայժմ ամեն ինչ նորմալ է։ Լսի, որ անող դնող, տնարար աղջիկ ես, այդ շատ է դուրս գալիս։ Բայց որ ինձ այսքան սպասացնում ես, այդ ընդհանրապես լավ չգիտես, չէ։ Լեոյի հետ ծեծու ջարդը քեզ դաշ չեղավ, գնա։ Չհասկացամ, ոնց թող գնա։ Ես ոչ վախեցող եմ, ոչ է փախնող եմ։ Լսում ես, եկել եմ պատի իջնես։ Խնդրում եմ հիմա չէ գնա, Լեոն տանն է։ Հա, ավելի լավ։ Լեոյի հետ իջեք։ Արի ընդհանուր հայտարարի գանք։ Հիմա դու գնում ես, ես հետո Լսի, մանան, իմ հետ պայման մի կապի է։ Ընդ անդալո շախբուրդ պատճառով քիչ էր մնում մեռնե, հիմա ասում ես գնա։ Նայ ոնց կանանք անենք։ Եթե դու չես իջնում, կարամ զանգեմ ախպերդ իջնի։ լավ։ Ինձ չեմ ներում, որ անդադար նայում եմ քո ինքնագոհ դեմքին։ Ցավն է, որտեղ ուզում եմ նայել։ Լավ է, որ աշխատում ես։ Արդեն զանգել ես, ժամ պայմանավորվել ես։ Կներեք, ում պետքա զանգեի։ Լեոին, պետքա զանգես ֆոտոսեսիայի համար ժամ պայմանավորվես։ Իսկ ավելի ճիշտ չի լինի, որ դուք զանգեք։ Լե առաջարկում ես, որ ես քո փոխարեն աշխատեմ։ Չէ, իհարկե չէ։ Ուղղակի երբ որ դուք առաջարկեցիք մեզ հետ աշխատել, ինքը չմերժեց։ Իսկ երբ որ ես առաջարկեցի, մերժեց։ Դե հիմա արդեն մերժվելու խնդիր չկա, կարող ես զանգել ու պայմանավորվել։
Այս թռա վերջը տնից կյանք։ Արագ ասա ինչ ես ասում, գնամ ներս, քանի չեն նկատել, որ տանը չեմ։ Ասում եմ, այս պատուանները ոնց որ լավ չես մաքրել, գիտես։ Եթե եկել ես հոգուս հետ խաղաս, ես գնացի։ Լավ կյանք ես գնում։ Լսի, բայց մի հատ տարօրինակ բան եմ նկատել, գիտես, դու այս դուրսը թագուհու պես ես քեզ, բայց տունը ոնց որ մոխրոտ լինես, այդ ինչի է դա կապված։ Շատ խնդալու էր, գիտես։ Լավ եկել եմ դուրս գանք իրար հետ մի քիչ ֆրֆռանք, ինչ ես ամեն ասածիցս նեղանում։ Իսկ քեզ չէր ասվել, որ հետևիսս չգաս։ Որ ասվել էր ինչ, էդի մոտ ոչ մի բան չի փոխում։ Իսկ իմ մոտ փոխում է, որովհետև ես չեմ կարող ախպերներիս ասացի վրայով անցնեմ։ Ես է հեչ, աստե։ Եթե գաս, իրենց հետ խոսաս, կամ ընտանիքով գաք, ընտանիքիս հետ խոսակ, այդ ուրիշ։ Խնամա խոսես կանչում ձեր տուն։ Լրջացի հա մի հատ։ Լավ պատկերացրա, ասենք մի փուս ծաղիկ սենց ուսից դրած, տնեցիք հետևովս ես գայլում են, գալիս ենք ձեր տուն իբր ձեռդ խտրելու էլ երդիչ։ Այդ ինչ խնդալու ալնելու։ Հեսա քո վիճակը խնդալու կլինի։ Հա։ Իչար։ Ես ուղղակի եկել է իրան ասեի, որ հետևիցս էլ չգար։ Ընկերը թափանցիկ ենք, չենք երևում ստե։ Դավիթի մեծ աղբերն է։ Մանան անցի տուն։ Իմ փոքր աղբերը ոնց որ քեզ շատ մաչելի ձևով բացատրել էր, որ պետք է մեր քրոջից հեռու մնաս, չես հասկացել։ Բացատրել էր, բայց չէր նշել թե ինչի։ Առաջին պատճառն է, որ մենք չգիտենք թե դու ով ես։ Ոնց չգիտես։ Հունան մակունցի տաղեն եմ, այդքան է քեզ հերիք չի։ Այդից բացարձակ չի հետաքրքրում։ Լսի դու ավելի լավ կլինի մի քիչ մտածես խոսալուց առաջ, որ վատ հետևանքներ չլինեն քո համար։ Ես հորդ մոտից եմ գալիս։ Բայց կարայ չգնայի իր մոտ ու առաջինը գայի քեզ տնայի ու բերանը ջարդեի։ Նրա համար որ աղբորս վրա մարդ ես ուղարկել։ Բայց այտենց չարեցի։ Ուզեցի որ քո դաստիարակությամբ առաջինը հերդ զբաղվի։ Ես դուք ոնց որ աղբերներով հասկացողության հետ խնդիր ունեք, հա։ Չէ, փառք Աստծո մենք երկու աղբեր ոչ մի բանի խնդիր չունենք։ Ու ասեմ քեզ ավելին, այն հարցը ինչ որ վերաբերում է մեր քրոջը, մենք միջև վերջ ենք եթում։ Լսի, որ հիմա եկես ես վրա ես տալի։ Չես մտածում որ կարող քո համար շատ վատ լինի վերջին։ Վատ ավարտի մասին լավ կլինի դու մտածես, որովհետև դու ես քրոջս հետ շփվել առանց մեզ տենալու ու դու ես իմ աղբոր վրա մարդ ուղարկել։ Այնպես որ հեռու ես մնում իմ քրոջից, իմ տնից ու առհասարակ իմ ընտանիքից։ Թե չէ ինչ արա։ Թե չէ կթաղեմ քեզ արա։ Ինչ է ինքը քեզ զանգում, ինչ ես դու պարտավորվում իրան բացատրություն տալ։ Էրնան գործընկերոջս քույրն է Ռոզին։ Գործընկերոջ քրոջ հետ sense խոճապի մատնված ես խոսում։ Հա ցավը տանը։ Եթե գիտեմ, կարամ ու պատրաստ եմ մի մարդու կյանք փրկեմ, որ իմ իմացի կանեմ ամեն բան։ Ինչ ես խոսում։ Ինչ հեքիաթներ ես պատմում։ Ռոզի, Էրնան երիտասարդ աղջիկ է, ու ունի խնդիրներ, հոգեկան խնդիրներ։ Ու ոնց է արտայթվում այդ խնդիրը։ Քեզ զանգելով։ Հա ցավը տանը։ Իմն ես։ Օտար չես որ թաքցնեմ։ Հա, սիրահարված է ինձ։ Ու եթե ես մի օր անմարդկային գտնվեմ ու կանգնեմ ասեմ, գիտես, ինձ մի զանգի կամ իմ հետ հույսեր մի կապի։ Ինքը 5 րոպե, ընդամենը 5 րոպե դու կյանքին վերջ կտա։ Այսինքն դու պատրաստ ես քեզ զոհաբերես, ինչա ինքը կարող է ապրես։ Այդ ես դու ես արդեն հասկանում, որ կարող է իրան վնասի, իր կյանքին վերջ տա։ Իսկ իր աղբերը ինձ խնդրել է։ Նույն ձև խղճալով կարող է իր այդ ամուսնանաս ու ես դրա մասին չիմանամ։ Կամ կարող է արդեն ամուսնացել ես ու ես դրա մասին չգիտեմ։ Մոտս արի։ Լսի, բացի մարդկայինը,
Ես նաև կախման մեջ եմ նրա աղբորից։ Ցավը տանը։ Դու ինձ միշտ հասկացել ես։ Եթե զանգում ա պետքա խոսամ։ Ու եթե ինչ-որ բան ա պետքա օգնեմ։ Հասկանում ես։ Ժամանակավոր ա։ Իսկ ինչ եմ ես դրա մասին նորին անում։ Դե չեմ ուզեցել իզուր տեղը ծանրաբեռնեմ, մեր ընտանիքի հանգդորը խանգարեմ, կամ խանդի տեսարաններ սարքեմ։ Ես ուզում եմ իրան տեսնեմ։ Չէ, Ավա, դու ինձ չես խաբի, դու ինձ չես դավաճանում, վախենում ես, չէ, ունանից ես։ Սուր էիր։ Դե երբ ես դուրս եկել, որ հիմա էլ տուն ես մտնում։ Հարցիս պատասխանի, ուր էիր մանան։ Գնա սենյակ։ Մեզ չխանգարեք։ Հասկացանք չխանգարենք, բայց մենք էլ կանանտամ ենք, չիմանանք հիմա ինչ արել։ 20 րոպե առաջ քթներից տակ էր։ Այդ երբ հասցրիր թռնես։ Կարող եք ես սենյակում փակեմ, որ խելքդ գլուխդ գա։ Լեո, լավ։ Անցի վերև։ Լավ։ Աղբորը թանկից թող, առանցն էլ այդ հիմարը ներվայնացնում արդ։ Ես քո։ Անցի։ Դու քո վրա շատ մեծ բեռ ես վերցրել։ Ու ես վստահ եմ, որ դու դրա տակից դուրս ես գալու։ Դրա համար քանի շուտ է, արի կանգ առ։ Լավ։ Բայց Գրիշոն եկել էր, որովհետև ես կարևոր եմ իր համար։ Ես թքած ունեմ Գրիշոյի վրա, բայց չեմ կարող թքած ունենամ քո վրա։ Ի տարբերություն քո դատարկ գլխի, ես կարողանում եմ մարդկանց հերվից ստենալ ու ճանաչել, հասկանալ այդ մարդը ինչ է շնչում, ինչով է ապրում։ Ու ասեմ քեզ ավելին, դու իր համար ոչ մի բան ես։ Բայց եթե քո ասածով լիներ, ինքը իմ հետևից չէր գա, բայց տես եկել էր։ Արի դու ինձ կյանք մի սովորացրու, ապրել մի սովորացրու, մարդկանց ճանաչել մի սովորացրու։ Այդ տղեն, այդ Գրիշոյա ինչա, էդի չի մարսում Լեոյի արածը, դրա համար է եկել։ Բայց ես ու Լեոն էլ չենք մարսի, եթե ինքը հանկարծ քո հետ ինչ-որ վատ բան անի, հասկացար։ Ես այդ հաստատ թույլ չեմ տա, ես այդքան էլ միամիտ չեմ։ Այո, դու թույլ չես տա, որ ինքը զանգի, գա, լինի քո կյանքում առհասարակ, որովհետև ինքը փորձանք, իսկ ես ամեն ինչ արել եմ, որ մեր կյանքը հեռու պահեմ փորձանքներից, բայց եթե եկավ, հասավ իմ դռան շեմին, կտարորեմ ու կանցնեմ, հասկացար, նենց որ պայմանավորվում ենք, նենց ենք անում, որ այս խոսակցությունը էլ չլինի, հուսով եմ նորմալ բացատրեցի քեզ։
Հիանում եմ աշխատասիրություն։ Հավ բիզնեսը ճիշտ կառավարելու կարողությամբ էլ հիանում։ Մեր հիացմունքը փոխադարձ։ Դու իմ ամենամեծ ձեռքբերումն ես։ Կյանքի ինչ որ փուլում մենք իրար շահել ենք։ Ու Աստված տա մեր երեխաներն էլ հաջող ամուսնություն ունենան։ Կունենան։ Մենք կառաջնորդ ենք։ Եթե ընտանիք ես կազմում, պիտի սիրով առաջնորդվես։ Հետաքրքիր ես խոսում։ Մեր փորձից ելնելով եմ ասում։ Միայն սերն է գիտես, որ հաղթահարումը ցանկացած փորձություն։ Իսկ հիմա ինձ ասա, թե քեզ ինչն է բերել մեր ռեստորան։ Ապրանքս ճանապարհին շուտով կմտնի Հայաստան։ Բայց կմտնի։ Հոգացել եմ։ Շատ լավ։ Բայց գիտես չէ, որ վտանգավոր գոտում ես։ Ինչի կողքից ես։ Կողքիդ եմ գիտես, միշտ կողքիդ եմ, բայց չեմ թողնի, որ դա իմ բիզնեսը վտանգի։ Գիտեմ։ Այ հենց սրա համար եմ քո ուժեղ տեսակը սիրում։ Նոր ճաշատեսակ ունենք, կփորձես։ Քո հետ մեծ սիրով։ Հասկացանք իրար մանան։ Հա։ Տրկատիրական կարգերը վաղուց գոյություն չունեն, բայց ինձ իմ տան մեջ որպես ստրուկ են ուզում պահած լինեն։ Տղաջան, ներվերդ մի քայքայ։ Ասա ինչ որ պետք է, ես կխոսամ հետը։ Պապի, մենք ստեղ նստած դու պիտի խոսաս։ Ես ամեն ինչ խոսացել եմ իր հետ։ Ինչ որ պետք է ասել եմ։ Ինքն էլ հասկացել է։ Դու են ասա էլի այդ գրիշկի հետ է կապված։ Հա։ Երեխան ծառից գնաց։ Ես գբացեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է առաջանալ։ Իհարկե ձեր տունը առաջացիք։ Չէ, քանի դեռ դուք եք վճարում այս տան համար։ Տերը դուք եք։ Ես ընդամենը հյուր եմ այս տան մեջ։ Դե եթե հյուր ես, արի մի բան հյուրասիրենք։ Դրեք մի բաժակ սուրճ դրեք։ Չէ, շատ ժամանակ չունեմ, պիտի դուրս գամ։ Հա, երևի անցնում էր մտածեցիր տեսնես մեզ։ Նաև դա ուղղակի չէի ուզում ասեմ, բայց դե դուք էլ եք տեսնում, կյանքը թանկացել է։ Տան վարձը պետք է մի փոքր թանկացնել։ Ինչքան մի փոքր։ Շատ չէ, մի 50,000։ 50,000-ը քիչ է։ Դե հիմա այս մարդու տունն է, ինքն էլ իրավունք ունի որոշում կայացնելու, նորմալ է։ Ուրեմն պետք է ուրիշ տուն գտնենք, մեզ հարմար չի։ Չէ, պապի։ Մենք մնալու ենք այս տանում։ Դավ ջան, 50,000 մեր համար շատ է։ Ուրիշ բան մարտերից հետո փող ստանամ, հա էլի հարց չկա։ Բոլոր դեպքերում պետք է ավելի էժան տուն գտնենք։ Ավելի լավ է միշտ ապեք։ Դուք քննարկեք, հետո ինձ տեղակ կպահեք, լավ։ Կներեք։ Մի քանի զանգել է գնում։ Եթե չվերցրեց անջատել եմ համարը ջնջել։ Լսում եմ անկերմունատ։ Կխնդրեի քո անունը ինձ չվերագրես, լավ։ Ասա ինչի համար ես զանգել։ Հաստատ ոչ քո մունաթը լսելու։
Բա ուրեմն անջատի։ Լսի Լեո, մեր տնօրենին ֆոտոսեսիայի համար ժամ է պետք։ Եթե իհարկե դժվար չի, կասես քեզ երբ է հարմար։ Կամ կարող է ավելի լավ առաջարկ է ստացել, արդեն ընդհանրապես հարմար չի։ Ստված, սիրտս կանգնում է, մի բան արա, չեմ կարողանալ օգնել ես թորներիս, անհոգ կյանք չեմ ուզում, գոնե հոգսը տետևացնում, ախ Աստված։ Алло? Здравствуйте, Давид Рафаэлович, это вы? Да, я. А с кем имею честь? Вас беспокоит Анатолий Васильевич. Не знаю, помните ли вы меня? Да, конечно. Мы общались с вами около 4 лет назад. Очень рад, что вы не сменили номер телефона. Новости есть для меня? Возможно, есть. Во время оцифровки архива мне в руки попал документ, в котором упоминался Марк Рафаэлович Саркисян.